Որև ընկերներ, ինչպես եք։ Գվարդիայի տեսանյութից հետո Facebook-յան էջի վրա ակտիվ հարձակում եղավ, ինչից հետո Facebook-ը հեռացրեց տեսանյութը։ Այսօր կրկին խոսելու եմ Գվարդիայում տեղի ունեցող մի շարք ապօրինությունների մասին։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Շնորհակալ եմ չհայհոյելու եւ չվիրավորելու համար։ Ընկերներ, խնդրում եմ ակտիվ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին եւս։ Այսպես, հիշում եք այս անձին։ Սա նույն Լևոն Երանոսյանն է, ով ժամանակին ցուցարարների դեմ բիրտ ուժ էր կիրառում։ Պարզվում է, Լևոն Երանոսյանի բազմաթիվ կադրեր հիմա իրենց պաշտոններն են վայելում Նիկոլի բարեփոխված ոստիկանական զորքերում, նույն ինքը ոստիկանական Գվարդիայում։ Ուրեմն ըստ ստացված տեղեկությունների Գվարդիայում տիրում է անբարոյական մթնոլորտ։ Ըստ ստացված նամակների պարզվում է, որ Գվարդիայում աշխատող կանայք ենթարկվում են սեռական շահագործման։ Խոսքը վերաբերվում է շտաբի պետ Գևորգ Մարգարյանի եւ Վահե Այվազյանի մասին։ Արփինե Սարգսյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Հույս ունեմ կուսումնասիրեք այս անձանց մասին տեղեկատվությունը, քանի որ այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում աշխատանքային ժամին եւ աշխատավայրում։ Նաև ստացված տեղեկության համաձայն Գվարդիայի հրամանատարի միջոցով պայմանագրային ծառայողներին ստիպում են կեղծ ցուցմունք տալ քաղաքացիների վրա։ Մի խոսքով Հայկ Բաբայանի ղեկավարած կառույցում ասում են, որ տիրում է մեղմ ասած անբարոյական մթնոլորտ։ Ընկերներ, ցանկանում եմ նաև բարձրացնել մեր անհետ կորած զինծառայողի ծնողի նամակը, ուղղված Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին։ Պարոն Դավիթ Արուշանյան, ինձ է դիմել անհետ կորած զինվորի ծնող Մամիկոնը, ով խնդրել է բարձրաձայնեմ, որ ձեզ նախորդող տխրահռչակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը 5 միլիոն դրամ գումար է խոսք տվել, որը խաբեության արդյունքում չի փոխանցվել։ Հույս ունեմ, որ շատ արագ Արթիկ համայնքից անհետ կորած ծնողին խոստացված պետական աջակցությունը կտրամադրվի։ Կսպասեմ մի քանի օր եւ նորից այս թեմային կանդրադառնամ։ Ընկերներ, ցանկանում եմ կրկին անդրադառնալ Սպիտակ համայնքի տխրահռչակ համայնքապետ Քաջիկին։ Ուրեմն նախորդ հաղորդումից հետո սրանց 10 ովչիկներից մեկը, ում անունը դեռ չեմ հրապարակում, իրենց բնորոշ ֆեյք էջով հայհոյանք է գրել, բայց դրանով իր անբարոյական մայրիկի կերպարն է ի ցույց դրել։ Սրանց նմանները մտածում են, թե որ ֆեյքով գրում են, ապահովագրված են եւ ինչ ուզեն կարող են գրել։ Լսի Քաջիկ, քո լրբերին ասում ես հանգիստ վերընկնեն տեղերը ու չփորձեն նման անբարոյական վարքագծով հանդես գալ։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց քո վրա։ Դու ես պատասխան տալու դրանց լպիրշ պահվածքի համար։ Հիմա կզգաս, թե քեզ որքան մոտ եմ կանգնած։ Ընկերներ, պարզվում է Սպիտակցի Քաջիկը ժամանակին Ջրաշենում մի գեղապետ է նշանակել Օմն Արմեն Եղիազարյանին, ով որոշ ժամանակ անց ձերբակալվում է, ապա ինչպես բոլոր թալանչիները, սա եւս ազատ է արձակվում, ինչից հետո Քաջիկը նրան փոխարինում է նույն Արմենի եղբոր կնոջով, որի անուն է Շուշանիկ Հովնիկյան։ Հարգելի սպիտակցիներ, արդյոք արդարացված է, որ նման կերպարները կարողանան ձեր վճարած հարկերի շնորհիվ դառնան միլիոնատերեր, իսկ դուք էլ ասեք, դե Նիկոլը ինչ կապ ունի։ Ուրեմն ըստ տեղեկությունների, Քաջիկի դաբրոյով Արմեն Եղիազարյանը իրենով է արել Ջրաշենի գրեթե բոլոր տենդերները, ինչի արդյունքում էլ կարողացել է կառուցել իր սրտի երազած գազի լցակայանը։ Քաջիկ, տես որքան մոտ եմ քեզ կանգնած։ Քո բոլոր ապօրինությունների մասին անգիր գիտեմ, ունեմ բազմաթիվ ապացույցներ, բայց եթե որդիդ մի անգամ էլ իրեն այդպես պահեց, ուրեմն Սպիտակում ամեն բան կիմանան քո մասին, կինդ էլ շատ բաներ կիմանա, խելոք վերընկա տեղդ։ Ընկերներ, սրանց որքան հանգիստ բացատրում ենք, չեն հասկանում, իմ կարծիքով սիրում են, երբ բամփում են գլխներին։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։